Պարզ է սիրելի հայրենակիցներ, այսօր արդեն հուլիսի 18-ն է եւ այսօրվա հաղորդման մեջ մի քանի կարևոր միանգամից հարց ենք քննարկելու։ Նախ ասեմ այն, որ որպեսզի սկզբունք ավելի լավ հասկանաք, նկար եւ վերնագիր ընտրելիս մենք չենք կարող ընտրել 4, 5, 6 վերնագիր կամ նկար։ Թեմաները շատ կարևոր են, բայց մենք ստիպված ենք լինում ընտրել մեկը։ Թեմաներ կան թե Հայաստանից եւ թե Իրանից, բայց մենք ընտրել ենք Ուկրաինային եւ Ռուսաստանին վերաբերող նկար եւ վերնագիր։ Դա ինչու համար եմ ես ասում։ Կարևոր է հասկանալ, որ իրոք շատ դժվար է ավելացնել մի քանի թեմա, փորձել եմ բնականաբար, բայց դա լավ չի աշխատում։ Պետք է ավելացնես մեկ թեմա, բայց մեկ վերնագիր, բայց այդ ամենի տակ պետք է խոսես տարբեր հարցերից, քանի որ կարևոր հարցեր ունենք խոսելու Հայաստանին վերաբերող եւ այդ հարցով նկար սարքելը բավականին դժվար էր։ Հիմա կանոնսավորեմ դուք կհասկանաք, անպայման բաժանորդագրվեք, սիրելի հայրենակիցներ, դա չափազանց կարևոր է, ձեր լայքերը նույնպես շատ են օգնում մեզ։ Այս կոչերը իրոք կարևոր են, որպեսզի մեր ալիքը դառնա իրոք համահայկական։ Այն արդեն իսկ համահայկական է, բայց բնականաբար մենք շատ ավելի շատ ենք եւ դրա համար ես տեսնում եմ ցուցանիշները մեր ալիքի չբաժանորդագրվող կամ չբաժանորդագրված օգտատերերը մեկ-մեկ ավելի շատ են, քան բաժանորդագրվածները դիտելով մեր յուրաքանչյուր հաղորդում, դրա համար կոչս հստակ է, անպայման բաժանորդագրվեք։ Ուրեմն անոնսավորեմ, դուք տեսեք, թե ինչ թեմաներ են կարևոր այսօր քննարկվելու։ Մեկը վերաբերվում է Հայաստանի սննդամթերքի անվտանգության պետի հայտարարությանը, թե ինչ ձևով ինչ երկրներ է սկսել Հայաստանը ապրանքներ արտահանել, ինչ է փոխվել Հայաստանի համար։ Հետաքրքիր տեղեկություններ ենք ստանում Թուրքիայից, այսինքն այս թեմաները իրար հետ կապ ունեն, որ Թուրքիան հատուկ կոդ է տվել, համարանիշ է տվել հայկական ապրանքների համար, ինչ է դա նշանակում։ Դրանից բացի Ռոսսելխոզնadzորը արգելքները արդեն սահմանել նաև Թուրքիայի նկատմամբ, Ադրբեջանի նկատմամբ եւ մասամբ Իրանի նկատմամբ։ Իրանին էլ կասկածել են, որ հայկական ծաղիկները իրանականի անվան ներքո գնում են Ռուսաստան։ Այս ամենը շատ հետաքրքիր, այս հարցերը իրար հետ շատ հետաքրքիր կապ ունեն, բայց Թուրքիայի մասով Թուրքիայի արտգործնախարարի այցներ Կիև, Ադրբեջանի մասով ամենայն հավանականությամբ Իլհամ Ալիևի հայտարարությունները Շուշի մեդիա ֆորումի ժամանակ, որտեղ որ նա փաստացի ծաղրեց Վլադիմիր Պուտինին ու չնայած որ հիմա Ադրբեջանի արտգործնախարարը գտնվում է Ռուսաստանում, բայց այնուամենայնիվ սահմանափակում է ՄՑՎ ադրբեջանական որոշ ապրանքների նկատմամբ նույնպես։ Քննարկելու հարցերի շարքում են Բայրամով Լավրով հանդիպումը, ես երեք մասամբ անդրադարձա, բայց քանի որ հանդիպումը ավելի ուշ տեղի ունեցավ, այդտեղ էլ կարևոր քննարկելու թեմա ունենք, ինչ առաջարկում Ռուսաստանը, ինչ է ասում Ադրբեջանը, կարծում եմ ամենակարևոր հարցերից մեկն է դա։ Դրանից բացի պետք է անդրադառնանք նաև այն հարցին, որ Վարդան Ղուկասյանին ազատ է արձակել դատարանը, տնային կալանք է նրա նկատմամբ սահմանվել, ինչ է կատարվում Հայաստանում, ինչ իրավիճակ է, սա էլ պետք է փորձենք քննարկել եւ հասկանալ։ Իրանի մասով հետաքրքիր զարգացումներ կան, երեք տեղեկացանք, որ կամուրջների է հարված է Միացյալ Նահանգները, հիմա ավելի հետաքրքիր տեղեկություններ ունենք, փաստացի բավականին էլ շատ կամուրջների են հարված է, ոչ միայն կամուրջների, այլ նաև արդեն էլեկտրական համակարգին են մասամբ սկսել հարվածել, դե կամուրջներն էլ մասամբ են, քանի որ ոչ բոլոր կամուրջներին է հարված հասցվել, դե մեկ օրում չէին էլ կարող բնականաբար բոլոր կամուրջներին հարված հասնել, սակայն սա հստակ, բայց լուրջ մեծ, կարելի ասել, մեծոտ նախազգուշացում էր Իրանին։ Ի պատասխան Իրանը թիրախավորել է բոլոր երկրները տարածաշրջանի, որտեղ որ որոշ չափով կա ամերիկյան ներկայություն, նույնիսկ Սիրիային է հարված է։ Ավելի մանրամասն առաջարկում եմ խոսել Ուկրաինայից էլի հետաքրքիր տեղեկություններ, այսօր Պոդմոսկովիայում Ուկրաինան մի քանի հարված է հասցրել, նավթի
գործարաններից կարևոր մեկին, որը որ ամենակարևորներից մեկն է, դրանից բացի Wildberries ընկերությանն է հարված հասցվել, այրվում է այնտեղ ամեն ինչ, կան զոհեր, վիրավորներ, հետաքրքիր եւ բարդ իրավիճակ է Ռուսաստանում, Սև ծովում, Ազովի ծովում նույնպես շարունակում է Ուկրաինան ոչնչացնել Ռուսաստանի նավերը, տարբեր նշանակության նավերը, ի պատասխան Ռուսաստանն էլ է հարվածներ հասցրել Օդեսայում, մի խոսքով քննարկելու շատ ու շատ հարցեր ունենք, արդեն մոտ 5 րոպե քննարկում ենք, բայց տեսնում եմ, որ անոնսավորելով եթե շարունակեմ, հաղորդումն էլ կարող է ավարտվի, դրա համար առաջարկում եմ մանրամասն ամեն մի հարց քննարկել։ Ուրեմն սկսենք Սահմանադրամթերքի անվտանգության տեսչության պետի երեկվա հայտարարություններից, որոնք որ չափազանց կարևոր են եւ փաստացի մենք չենք սխալվել, երբ որ ես նկատեցի, որ Հայաստանում ծիրանը հանկացել է 50 երկիր, ավելի ճիշտ 50 բեռնված մեքենա սպասվում է նոր երկիր գնալուն ծիրանով։ Այս հայտարարություններից ընդհանուր առմամբ ես հասկանում եմ մեկ բան, որ Հայաստանի համար շատ մեծ շուկաներ են բացվել։ Դրանից բացի մենք տեսանք հետաքրքիր մի տեսանյութ, երևի բլոգեր էր պատրաստողը, թե ինչպես հայկական ապրանքները հայտնվել են Դուբայում, ոչ միայն ծիրանը, այլ էլի շատ ու շատ մրգեր եւ ոչ միայն մրգեր, այլ նաեւ թթուներ, հյութեր եւ այլն, իրոք շատ ուրախացնող է։ Ասեմ իմ կարծիքը, որ հայերը բավականին հետաքրքիր ձևով տարբեր ապրանքներ են կարողանում արտադրել, ես որ լինում եմ Հայաստանում, ականատես եմ լինում ոչ միայն ապրանքներ, այլ նաև շատ բարձր որակի են հայկական ռեստորանները։ Ինքն շատ հնարամիտ ժողովուրդ է, հայ ժողովուրդը, իրոք երբ որ գնում ես Հայաստան, միանգամից տեսնում ես տարբերությունը Վրաստանի համեմատ այդ մասով, հատկապես արտադրությունների մասով, հատկապես բիզնեսի մասով, բիզնեսի որակական լինելու մասով եւ ճարպկության նաեւ մասով։ Այլ բավականին ճարպիկ ժողովուրդ են եւ ես համոզված եմ, որ Ռուսաստանի այդ արգելքները շատ մեծ նոր հնարավորություններ են բացում Հայաստանի համար եւ այս հայտարարությունից էլ հստակ հասկանում ենք Սահմանադրամթերքի անվտանգության տեսչության պետի, որ Հայաստանի արչեւ իրականում շատ մեծ դռներ են բացվում նաեւ ձուկն է գնալու Եվրոպա, շատ ու շատ ապրանքներ, որովհետեւ խնդիր չկա, մի փոքր աշխատանք կա տանելու տարբեր ուղղություններով, բայց այդ աշխատանքը բնական է, պետք է տարվի, սուբսիդավորում պետք է լինի, աջակցություն բիզնեսին նույնպես եւ ամեն ինչ նորմալ է ընթանում։ Դրանից բացի երեք տեղեկացանք շատ մի կարևոր տեղեկության մասին, բոլորս, որ Թուրքիան հատուկ կոդ է տվել Հայաստանին համարանիշ հայկական ապրանքների համար։ Դա շատ կարևոր է, որ ապրանքները մեկնելուց Հայաստանից կամ մտնելով Հայաստան այդ կոդի ներքո լինեն, այսինքն յուրաքանչյուր երկիր ունի իր կոդավորումը, սա նրա շարունակությունն է, որ մենք ասացինք, թե այլևս Հայաստանը եւ հայերը խնդիր չունեն այլ երկրների անվան ներքո գրանցվեն, որպեսզի մտնեն Թուրքիայով կամ Թուրքիա ապրանք տանեն, բերեն, մի խոսքով հիմա Հայաստանը պաշտոնապես եւ Հայաստանի քաղաքացիները պաշտոնապես կարող են առևտուր իրականացնել Թուրքիայի միջոցով, նաեւ Թուրքիայում ինչու՞ չէ։ Սա է նշանակում այդ կոդը եւ դա չափազանց կարեւոր է, որպեսզի մենք կարողանանք նաեւ Թուրքիայի միջոցով ապրանքներ արտահանել։ Այսինքն ամեն ինչ կարելի ասել պատրաստ է, որպեսզի հայ-թուրքական սահմանը արդեն բացվի։ Հիմա Վրաստանի միջոցով է այդ ամենը իրականացվում։ Իմիջիայլոց երբ որ Հայաստանում էի 2 օր առաջ մարդկանց խոսակցության մեջ ուղղակի մարդկանց հետ խոսելիս իմացա այն մասին, որ Վրաստանում ինչ-որ արգելքներ են եղել հայկական բեռների համար, հայկական բեռների արտահանումը Վրաստանով դեպի Եվրոպա, ճիշտն ասած հայկական լրատվամիջոցներում ես նման բան չէի հանդիպել, չեմ կարող ոչ հերքել, ոչ հաստատել, չեմ էլ կարող բացառել, որ նման պահեր կան, բայց ես հույսով եմ, որ Վրաստանում շատ լավ հասկանում եմ, որ ապագայում Թուրքիան էլ կհանի սահմանափակումներ ու արդեն է հանում Հայաստանի նկատմամբ, մեծ ճանապարհներ են բացվում Հայաստանի համար, դրա համար նման խնդիրներ ստեղծելը չեմ կարծում, որ Վրաստանի շահերից բխում է եւ միանշանակ Վրաստանը այդ քայլերը
իմ պատկերացմամբ չպետք է որ ապագայում իրականացնի, եթե կա իրականում նման խնդիր, կրկնեմ, ես չեմ կարող ոչ հաստատել, ոչ էլ հերքել, բայց ճկուն պետք է շատ լինեն։ Թե հայկական կողմը բավականին ճկուն պետք է լինի, թե վրացականը, որովհետև այստեղ միանգամից երևում է երրորդ կողմի ականջները, իսկ այդ երրորդ կողմը երբեք լավը չի բերել մեր տարածաշրջանին, միշտ պարակտել է, միշտ բաժանել է, որպեսզի տիրի եւ իշխի եւ թե հայ թե վրաց ժողովուրդը շատ լավ գիտե այդ մասին, շատ լավ կարողանում է գնահատական տալ այդ ամենին։ Դրա համար ես կարծում եմ հիմա երբ որ տարածաշրջանում բոլոր լոգիստիկ ուղիները ապաշրջափակվում են, Վրաստանի եւ Հայաստանի տրանսպորտային համակարգը հակառակը պետք է կապվի միմյանց հետ։ Հայաստանը դուրս է եկել արդեն շրջափակումից, քանի որ Ադրբեջանով էլ Հայաստան բեռներ է մտնում։ Թուրքիան էլ ահա այդ արգելքներն է հանում, մի խոսքով։ Իրանն էլ բավականին մեծ ծրագրեր ունի Հայաստանով, հետո Հայաստանից Վրաստանով ապրանքներ արտահանել արտաքին աշխարհ, վաղը մյուս օրը պատերազմը կավարտվի, պատժամիջոցները կհանվեն Իրանի վրայից։ Լավ, չխորանանք։ Ես հույսով եմ, որ օրեցօր ավելի հեշտ կլինի հայկական բեռնատարներին, հայկական ընկերություններին ապրանք արտահանել դեպի արտաքին երկիր, հիմա դեռ Վրաստանով, ապագայում Վրաստանով, Թուրքիայով։ Ինչու՞ չէ, Թուրքիայով նաև։ Այստեղ ես անդրադարձա այդ կոդի տրամադրմանը Թուրքիայի կողմից, ինչը չափազանց կարևոր է, անցնենք մնացած հարցերին, որը որ նույն թեմայի մաս է կազմում, հաստատի Ռուսաստանը սկսեց կասկածել Իրանին, որ Իրանը օգնում է հայկական ընկերություններին վարդ արտահանել Ռուսաստան, ասում են, որ այն վարդը, որը որ իրանականի ձևով մտել է Ռուսաստան, իրենք կասկածում են, որ դա հայկական է, քանի որ շատ է նման հայկականին, մի խոսքով դադարեցնում են հիմա Իրանից վարդերի ներկրումը, այսինքն Իրանը կամ իրանական ընկերությունները փորձել են օգնել Հայաստանին, բայց Ռուսաստանը կրկին այդ սահմանափակումները դնում։ Սա գիտեք ինչ է, երբ որ այս ամենի մասին ես տեղեկացա, հստակ մեկ բան հիշեցի, որ Փաշինյանը ասում էր պայմանավորվածություններ են եղել Միշուստինի հետ, շուտով մենք բոլորս հույսով ենք ականատես կլինենք, ահա, սրանք ենք մենք դեռ ականատես լինում։ Տեսնենք ինչ կփոխվի։ Ես մեծ հույսեր չունեմ Ռուսաստանի հետ կապված։ Ռուսաստանը օրեցօր մեկուսանում է, Ռուսաստանը օրեցօր ավելի ու ավելի, ինչպես ասեմ, որ ավելի պարզ դառնա, ավելի ու ավելի հեռանում է քաղաքակիրթ աշխարհից, ինքը արդեն իսկ շատ է հեռացել, ավելի ու ավելի է հեռանում։ Խոսք պահելը անիմաստ բան է իրենց համար, դրա համար ես մեծ հույսեր չունեմ Ռուսաստանի հետ կապված։ Բնականաբար մենք պետք է զբաղվենք, աշխատենք, լեզու գտնել եւ այլն, այդպես շարունակ, դա է քաղաքականությունը, բայց շատ մեծ հույսեր չփայփայեք Ռուսաստանի հետ, երբ որ պայմանավորվում եք, պետք է հասկանաք, թե ում հետ ինչպես եք պայմանավորվում։ Մեծ հույսեր ես անձամբ չունեմ Ռուսաստանի հետ կապված։ Իմիջայլոց Ռուսաստանը սկսել է պատժել նաև Թուրքիային, իրենց թվում է, թե իրենք պատժել կարող են թե Ադրբեջանին, թե Հայաստանին, թե Թուրքիային։ Հիմա կորիզավորների ներկրման հետ կապված խնդիրներ ունի Թուրքիան, Ռուսաստան, բայց իրականում գիտեք ինչ է, երբ որ իրենք նման արգելքներ են սահմանում տարբեր երկրների վրա, իրենց Ռոսցելխոզնաձորը, իրականում իրենց քաղաքացիներն են զրկվում, չէ՞, այդ մրգից, բանջարեղենից եւ այդպես շարունակ։ Հիմա Ռուսաստանում շատ դժվար է գտնել հայկական ծիրան։ Կարող է ինչ-որ դժվարություններով կարողանան որոշ մարդիկ գտնել, բայց միանշանակ շատ դժվար է եւ շատ ավելի թանկ։ Նույնն է լինելու նաեւ թուրքական ապրանքների հետ ադրբեջանական։ Թուրքերին պատժում են նրա համար, որ Թուրքիայի արտգործ նախարարը Կիևում հետաքրքիր հայտարարություններ արեց, իրենք ինչ-որ հույսեր էին փայփայում թուրքերի հետ։ Այս մասին ես խոսել եմ բազմիցս, Թուրքիան խաղեր տալիս է թե Ռուսաստանի հետ, թե Ուկրաինայի հետ, բայց այն հայտարարությունները, որոնք որ հնչեցին Կիևում, Լավրովը լրիվ ուրիշ բան էր սպասում։ Մենք խոսել ենք այդ մասին։ Ու հիմա Լավրովը ստացավ հակառակը, ստացավ այն հայտարարությունը, որ Թուրքիան կարող է լինել ծովի վրա Ուկրաինայի երաշխավորներից մեկը անվտանգության, եթե խաղաղություն հաստատվի, Թուրքիան իր վրա կվերցնի այդ մասը որպես երաշխավոր։ Դա դուր չեկավ ռուսներին եւ դրա համար այդ պատժամիջոցները
կիրառվեցին Թուրքիայի նկատմամբ։ Ինչ վերաբերվում է Ադրբեջանի նկատմամբ ադրբեջանական մերքերի, հիշում եք ինչ մեծ ողջավորությամբ էին Ադրբեջանից տանում մերքեր Միրգ Բանջարեղին, երբ որ հայկականի նկատմամբ արգելք սահմանվեց։ Հիմա Ադրբեջանի նկատմամբ է նույնը տեղի ունենում, փաստացի նրա համար, որ Ալիևը ծաղրեց Վլադիմիր Պուտինին այդ Շուշիի մեդիա կոնֆերանսի ժամանակ ինքը ծաղրեց եւ մի քանի խորհուրդ տվեց Ուկրաինային, հստակ ցույց տվեց իր դիրքորոշումը, որ ինքը Ուկրաինայի կողմից է, ոչ թե Ռուսաստանի Դաշնության։ Դրա համար հիմա նույնը փաստացի տեղի ունենում նաեւ Ադրբեջանի նկատմամբ եւ չնայած նրա որ Ադրբեջանի արտգործ նախարարը գտնվում էր Մոսկվայում Ջեյհուն Բայրամովը եւ հանդիպում էր Լավրովի հետ, դա էլ մեծ հաշվով շատ բան չփոխեց փաստացի։ Եվ կարևոր է մի քանի խոսքով անդրադառնալ նաև Լավրովի եւ Բայրամովի հանդիպմանը, քանի որ այդտեղ էլ ես ինչ որ շատ մեծ լուրջ բաներ չտեսա, Ռուսաստանի Դաշնությունը Սերգեյ Լավրովի գլխավորությամբ խոսում էր 20 թվականից երրակողմ հայտարարությունից, փորձում էր հայտակղել կրկին Ադրբեջանի, խոսում էր 22 թվականի պայմանավորվածություններից երրակողմ համաձայնագրերից եւ նա նշում էր, որ պատրաստ է ցուցաբերել Ռուսաստան օգնություն ինչպես Երևանին, այնպես էլ Բաքվին, խոսում էր լոգիստիկ կապերի վերաբերյալ խաղաղության մասին։ Դրանից բացի խոսում էր Լավրովը այն մասին, որ 3+3-ը պետք է անպայման գործի, կրկին հանդիպումներ պետք է լինեն 3+3 ֆորմատով, դե այդ ֆորմատի մասով բազմից ես իմ գնահատականը եւ կարծիքը տվել եմ, ես ոչ միայն ես, նաեւ Վրաստանը լավ է որ չի մասնակցում այդ ամենի մեջ, դա ուղղակի հրաշալի է, բայց ռուսները ուզում են իրենց իթը խոթել հարավային Կովկաս 3+3-ի միջոցով, դրանից բացի հայտարարություններ են անում, որ անթույլատրելի է երրորդ երկրների մուտքը տարածաշրջան, բայց ես միշտ ասել եմ Հայաստանի համար Ռուսաստանն էլ երրորդ երկիր է, ինչ տարածաշրջան։ Մենք ընդհանուր սահման չունենք Ռուսաստանի հետ, եւ ես չեմ համարում, որ Ռուսաստանը տարածաշրջանի մաս է։ Այն որ Կովկաս են ասում, իրենց սահմանների մեջ գտնվող Կովկասը հարավային Կովկաս հասկացողության հետ կապ չունի, չնայած որ հարավային Կովկաս հասկացողությունը նույնպես Ռուսաստանից է եկել, բայց Հայաստանը, Վրաստանը եւ Ադրբեջանը լրիվ այլ տարածաշրջան են, իսկ իրենց Կովկասը լրիվ այլ է։ Չեմ համարում, որ իրենց մահմեդական Կովկասը մեզ հետ որևիցե կապ ունի, բայց ռուսները ասում են, որ մենք էլ տարածաշրջանի մաս ենք, այսինքն քաղաքական գիտակցության մեջ մենք պետք է փոխենք այդ հասկացողությունը, որ Ռուսաստանը տարածաշրջանի մաս է։ Հույսով եմ, որ Ադրբեջանն էլ կսկսի շուտով հասկացնել, որ դուք ինչ տարածաշրջանի մաս դուք ուր մեր տարածաշրջանը ուր, բայց ես հույսով եմ արդեն պարզ է թե Լավրովը ինչ ասում է 3+3-ը պետք է լինի, գործի, բայց ուրիշ երկրները, որոնք որ տարածաշրջանում չեն, այդ երկրները չպետք է լինեն հարավային Կովկասում։ Ջեյհուն Բայրամովի ուղերձը հստակ էր եւ կարեւոր Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ փաստացի խաղաղություն է հաստատվել, ասում էր, հասկացնում էր ռուսներին հերո մնացել։ Ես մեծ ջերմություն չտեսա իրենց հանդիպման մեջ, ինչը բնականաբար ուրախացնող է, ճիշտ է խոսում են, որ կարծես 13 թե 11 միլիարդ դոլարի առևտուր ունեն, մի խոսքով կարևոր չէ, իրենց հարաբերությունները պետք է ակտիվացնեն եւ այլն։ Հերթական խոսքեր, բայց ինչ որ լուրջ բան դրա տակը համենայն դեպս բաց հայտարարությունների ձևով ես չտեսա, ուղղակի կարծես հանդիպում էր հանդիպման համար։ Եվ վերջում Հայաստանից եւ Հայաստանին վերաբերող հարցերից մեկը Վարդան Ղուկասյանի խափանման միջոցի փոխումն էր դատարանի կողմից տնային կալանքի։ Կրկնեմ, ես իրավաբան չեմ, բայց իմ պատկերացումը քաղաքական այդ ամենի գնահատականը այն է, որ դատարանները կամ դատավորները այնպիսի որոշում են կայացնում, որը որ իրենց հարմար է, որը որ իրենց պետք է, ինչի մասին մենք նույնպես վերջերս խոսում ենք։ Եվ մինչև Հայաստանում սահմանադրական բարեփոխումներ տեղի չունենան եւ այդ դատավորների հարցերը Հայաստանում չլուծվեն,
Ես չեմ կարող ասել, թե իրականում ովքեր են մեղավոր, Հայաստանի իշխանություններն են, դատավորներն են, թե ինչ է տեղի ունենում։ Հիմա շատ դժվար է գլուխ հանել, եւ ես պատկերացնում եմ, որ այդ բարեփոխումը մենք մինչև չունենանք, մեծ դժվար կլինի հասկանալ, որը որից հետո է։ Ես չտեսա նաև քաղաքական հայտարարություններ Վարդան Ղուկասյանի խափանման միջոցը փոխելու հետ կապված, միգուցե դրանք եղել են, եթե դուք տեսել եք անպայման գրեք, բայց սա է իրավիճակը, սա է այսօրվա Հայաստանը։ Իրանի մասով անցնենք միջազգային հարցերի քննարկմանը։ Երեք մենք խոսեցինք մասամբ, բայց քիչ էին այդ ժամանակ տեղեկությունները, որ Միացյալ Նահանգները սկսեց հարված հասցնել իրանական տարբեր կամուրջների։ Եվ հիմա պարզվում է, որ 5 կամրջի է հարվածել Միացյալ Նահանգները։ Ես եթե գտա, անպայման ձեզ էլ ցույց կտամ այդ նկարները։ 7 զոհ կա այդ հարձակման ընթացքում։ Ասեմ, որ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը մեկ շաբաթ ժամանակ էր տալիս սպառնացել էր Իրանին, եթե նրանք չգան համաձայնության Միացյալ Նահանգներից, իրենք արդեն կսկսեն հարվածել կամուրջներին եւ էլեկտրական ցանցերին։ Կամուրջների մասով հաստատումը մենք ունենք Միացյալ Նահանգներից եւ Իրանից, բայց իրանցիները մասամբ խոսում են, որ ինչ որ հարվածներ են եղել նաեւ իրանական էլեկտրական համակարգին։ Ես որքան հասկանում եմ, թե այս կամուրջների մասով եւ թե այն էլեկտրական համակարգի մասով հարվածները հիմնականում նախազգուշացնող հարվածներ են եղել, չնայած որ 1-2 հարված չի եղել կամուրջների, 5 կամրջի են հարվածը, բավականին լուրջ նախազգուշացում է եղել։ Բայց ընդհանուր էսկալացիան շատ մեծ է եւ Իրանը ի պատասխան այդ նույն գիշերը երեկվա, այսօրվա գիշերվա մասին չէ խոսքը, հարվածել էր արդեն 6 երկրի։ Բոլոր այն երկրներին, որոնք որ ինչ որ չափով առնչություն ունեն Միացյալ Նահանգների հետ, որտեղ որ ինչ որ ներկայություն կա ամերիկյան։ Այսինքն եթե նախկինում Սիրիան զերծ էր այդ ամենից, ապա հիմա Սիրիայում նույնպես հրթիռ է ընկել։ Դրոն, հրթիռ, խոսքով Սիրիան եւս ներքաշում է այդ ամենի մեջ եւ իրանցիները ասում են, թե իբր հարվածել են իրանական ամերիկյան ռազմաբազայի, չնայած որ Միացյալ Նահանգները վաղուց այդտեղից իրենց զորքերը դուրս էին բերել։ Այն զորքերի մասն է խոսքը, որը որ այքարում էր Սիրիայում իսլամական terroristների հետ։ Reuters-ն էլ է այդ մասին հաղորդում, որ իրանցիները հարվածել են այլ Տանֆեում գտնվող ամերիկյան ռազմաբազային, բայց ոչինչ չի եղել, ոչ ավերածություններ կան, ոչ էլ մարդ է զոհվել։ Հիմա ամենակարևոր տեղեկության մասին, որը որ հաղորդում է Axios-ը, դա վերաբերվում է նրան, որ Թրամփը տեղեկացրել է Իսրայելին, որ իրենք տասնյակ լիցքավորող ինքնաթիռներ են ուղարկում Իսրայել, օդում ինքնաթիռ լիցքավորող ինքնաթիռներ։ Սա նշանակում է մեկ բան, որ պատերազմը ավելի ու ավելի ընդլայնվում։ Այստեղ կարևոր է մեկ բան նշել, ես մոռացա նշելու, որ Իրանը հստակ սպառնաց հիմա Միացյալ Նահանգներին, որ եթե այս մի քանի օրերի ընթացքում Միացյալ Նահանգները չավարտեն իրենց հարվածները Իրանի նկատմամբ, ապա կարող է Իրանը անցնել արդեն հարձակման, պաշտպանությունից անցնել հարձակման, չնայած որ ես կարծում եմ իրենք վաղուց անցել էին հարձակման, քանի որ բազմաթիվ ռազմաբազաների էին ամերիկյան հարվածել, բայց իրենք սպառնում են նաև ամերիկյան բիզնեսին մերձավոր արևելքի երկրներում, հատկապես Թրամփի բիզնեսին, ասելով, որ Թրամփի բիզնեսն էլ օրինական թիրախ է դարձել իրենց համար։ Մի խոսքով շատ լուրջ էսկալացիա ունենք, Թրամփը կարծում է, որ պետք է ավելի լուրջ գործողությունների դիմի Իրանի նկատմամբ, իսկ իրանցիները պատասխանում են այդ ամենին, սպառնալով կոնկրետ Թրամփին, որ Թրամփը վախենա որպես բիզնեսմեն, քանի որ իր բիզնեսը կարող է վնասվել եւ հետ կանգնել այդ ծրագրերից։ Եվ վերջին այսօրվա տեղեկությունը այն է, որ Իրանը հայտնում է, թե իրեն հաջողվել է Բախրեյնում ամերիկյան մեկ ռազմաբազա նույնպես խոցել, որտեղ որ պահվում էին Միացյալ Նահանգների անօթաչու սարքերը, թռչող այլ անօթաչու թռչող սարքերը եւ արհեստական բանականության կարևոր կենտրոններ այդտեղ։ Եվ վերջում Իրանի մասով ասեմ, որ երեք
Հորմուզի նեղուցում երկու մեծ տանկեր է պայթել, բայց դա ականների պատճառով, որը որ տեղադրել էր Իրան, այսինքն Հորմուզի նեղուցը նույնպես դերևս անվտանգ չէ, չնայած Միացյալ Նահանգները ահռելի մեծ ջանքեր են գործադրում եւ բոլոր այս ռազմական գործողությունները վերջին շրջանում դրա համար է տարվում, բայց այնուամենայնիվ մենք տեսնում ենք, որ Հորմուզի նեղուցը անվտանգ չէ եւ շատ քիչ նավեր են հիմա համարձակվում անցնել Հորմուզի նեղուցով։ Այսքանը Իրանից։ Ուկրաինա։ Կարծում եմ կարևոր է սկսել նրանով, որ Ռուսաստանն էլի պատասխան սկսել է հարվածներ հասցնել ուկրաինական բեռնատար նավերի։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ իրենք 5 ուկրաինական բեռնատար նավ են խոցել, հարված են հասցրել Օդեսայի նավահանգստում գտնվող այդ նավերին։ Կարևոր է նշել, որ մարդ է զոհվել Ռուսաստանի այդ հարձակման պատճառով, բայց համեմատելի չեն ռուսական հարվածները ուկրաինական դրոների գործողությունների հետ եւ միայն այս գիշերվա ընթացքում 13 նոր նավ է կարողացել խոցել իր անօդաչուտաչուխ սարքերով Ուկրաինան։ Երբ որ ասում ենք խոցել, դա չի նշանակում, որ ամբողջովին այդ նավերը ոչնչանում են, դա նշանակում է այն, որ տեղեկության համաձայն իրենք այնպիսի հարված են հասցնում այդ նավերին եւ այնպիսի տեղերի, որ նավը ուղղակի շարքից դուրս է գալիս, այլևս չես կարող օգտագործել տվյալ նավը, մինչև չվերանորոգես։ Եվ շատ արագ կերպով Ուկրաինան սկսեց շարքից հանել Ռուսաստանի նավերը, ինչպես արդեն նշեցի գիշերվա ընթացքում 13 նոր նավ են նրանք խոցել։ Այդ մասին հայտարարել է Ուկրաինայի անվտանգության ծառայության ղեկավար եւ ընդհանուր անօդաչուտաչուխ սարքերի համակարգման այդ ղեկավարը Ռոբերտ Մադյար Բրոդին, եւ այդ խոցված նավերի շրջանում են եղել 8 բեռնատարներ, 1 տանկեր, 1 գազատար, 1 քաշարք եւ 2 լողացող կռունկ նավ։ Դրանից բացի այսօրվա դրությամբ, այսօրվա օրվա մասին է խոսքը, ուկրաինական դրոնները կրկին հասել են Մոսկվայի շրջան եւ շատ մեծ լուրջ իրարանցում են ստեղծել Մոսկվայի շրջանում։ Կարևոր է նշել, որ այսօր Ուկրաինան կարողացել է խոցել Պոդմոսկովիայում գտնվող մի մեծ նեֆտեբազա, կարևորագույն նեֆտեբազաներից մեկը, որը որ գտնվում էր Նոգինսկում, Մոսկվայի շրջանում։ Դրա կադրերը նույնպես ես կփորձեմ գտնել եւ կացել մեր տեսանյութի մեջ, բայց ամենակարևորը ուկրաինական դրոնները Մոսկվայի շրջանում հարձակում են գործել Վայլբերիս առևտրի մեծ պահեստի վրա, տվյալ կադրերը նույնպես կան, 26 հոգի վիրավորվել է, մի քանի հոգի արդեն 26 հոգի վիրավորվել է, մոտ տասնյակ մարդ զոհվել է, սրանք նախնական տվյալներն են, եւ տուժածների մի մասն բավականին ծանր իրավիճակում է գտնվում։ Զելենսկին նույնպես անդրադարձել է այդ հարվածներին եւ հաստատել է, որ նման հարվածներ տեղի են ունեցել եւ դա եղել է 500-ից 700 կիլոմետր հեռավորության վրա ռազմաճակատից եւ ինքը հստակ նշում է, որ այդ պահեստները նույնպես օգտագործվել են դրոների տարբեր մասերի տրամադրման համար, ռազմաճակատ տրամադրման համար, ինչպես նաեւ դրոների ստեղծման համար, որոնք որ նաեւ սանկցիաների պատժամիջոցների տակ էին, դրա համար Ուկրաինան որոշեց այդպիսի հարվածներ հասցնել, հաշվի առնելով նաեւ այն, որ Ռուսաստանը հաճախ է նման հարվածներ հասցնում Ուկրաինայի քաղաքացիական օբյեկտներին։ Հա, այսպիսի իրավիճակ իրականում հիմա Ռուսաստանի մոտ Պուտինի ռեյտինգը կտրուկ ձևով, լուրջ ձևով անկում է ապրում, իրենց պաշտոնական, պատկերացրեք, պետական տվյալներով ես զարմանում եմ, թե ինչպես այդ ամենը իրենք հրապարակում են, որ Պուտինի ռեյտինգը այս վերջի շրջանում ընկել է 5%-ով եւ ընդհանուր անվստահությունը իշխանությունների նկատմամբ եւ Պուտինի նկատմամբ 20%-ով։ Եվ հստակ նշվում է, որ սա ռեկորդային անկում է, նույնիսկ պատերազմը սկսվելու ժամանակ եւ այն մոբիլիզացիայի, առաջին մոբիլիզացիայի ժամանակ Պուտինի ռեյտինգը եւ ընդհանուր առմամբ Ռուսաստանի իշխանությունների ռեյտինգը այս ծավի անկում
չէր արցանագրել։ Հիմնականում այսքանը սիրելի հայրենակիցներ, հաջողություն եմ մաղթում բոլորին, ցտեսություն, կհանդիպենք։